Ես հիմա գտնվում եմ Ալյանս կուսակցության ռուսաստանյան ներկայացուցչության գրասենյակում և հայաստանյան անասուն իշխանությունների ցանկություններին թարս ակտիվորեն գործում եմ։ Ինչու դրսում, որովհետև հետապնդվում եմ հայաստանյան իշխանությունների կողմից հակաիշխանական կոչեր անելու համար։ Բայց սա լավ հնարավորություն է գտնվել դրանց հասանելիության տիրույթից դուրս ու իրականացնել ակտիվ իշխանափոխական պրոցես։ Ինչպես տեսնում եք, վերջին շրջանում ակտիվորեն գործում է նաև մեր կուսակցությունը Հայաստանի տարածքում, իր կառույցներով, գրասենյակներով ու նվիրյալ ակտիվով։ Ու քանի որ արդեն բոլորը անցել են նախընտրական գործունեության տրամաբանության մեջ, ուզում եմ ասել ձեզ հետևյալը. Ես չեմ հավատում ընտրությունների արդար արդյունքին առանց լայն ժողովրդական իշխանափոխական ալիքի, առանց փողոցային զանգվածային շարժման, ուստի նախընտրական շրջանում պարտադիր պետք է ձևավորել լայն ժողովրդական իշխանափոխական ալիք։ Մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին ամենակարևոր ծրագրային դրույթով՝ վերականգնել Հայաստանում օրենքով սահմանված կարգով մահապատիժ պետական ազգային դավաճանների համար։ Մեր կողքին կանգնողները, մեզ ընտրողները, մեզ ձայն տվողները, մեր զանգվածային շարժմանը մասնակցողները ստանալու են ամենակարևորը՝ մահապատիժ երկիրը ծախողների ու նրանց հանցակիցների համար։ Մենք կմասնակցենք ընտրություններին պարտադիր ժողովրդական ընդվզման մթնոլորտում։ Կարևորն այն է, որ մեր համագործակցությունը կարող է լինել միայն նրանց հետ, ովքեր ընդունում են, որ նախկինը բերեց ներկային ու սրանք իրար հետ ծախեցին մեր հայրենիքը։ Իսկ կմասնակցենք մենք ընտրություններին առանձին մեր կուսակցությամբ, թե որևէ դաշինքով, կախված է միայն մի բանից։ Եթե կլինեն ուժեր, որոնք կընդունեն մահապատժի վերականգնման անհրաժեշտությունը ու կդատեն ու կպատժեն հայրենիքը ծախողներին ու նրանց հանցակիցներին։ Քանի որ Սերժ Սարգսյանի, իր փեսու, թերքահպատակ Նիկոլի ու չգիտեմ ինչի Ռոբերտ Քոչարյանի լրատվամիջոցները ենթարկում են իմ ու իմ կուսակցության գործունեությունը տոտալ լրատվական բլոկադայի, ապա միակ հնարավորությունը, որպեսզի Հայաստանում մահապատիժ վերականգնելու նպատակ ունեցող քաղաքական ուժի մասնակցության ու դերակատարման մասին իմանա ամբողջ հայությունը, դուք եք։ Միայն ձեր կողմից, միայն ձեր օգնությամբ, սոցիալական ցանցերով, ազատ սոցիալական ցանցերով այս ինֆորմացիան տարածելով մենք կհայտնենք Հայաստանի ու դրսի հայությանը այս նպատակի մասին։